Մի քիչ էլ պարոն Ֆերրան, մի փոքր արի Գործընկերներ ջան, նախ շնորհակալ ենք, որ այսքան ժամանակ լուսաբանում եք ստեղծված իրավիճակը, որը իսկապես մարդկայնորեն մեղմ ասած արտառոց է։ Պարոն Ֆերոյանը ի սկզբանե հենց առաջին պահից ներգրավել էր որպես պաշտպան, մի կարճ ժամանակ անց արդեն հնարավորություն ունեցանք նաև այլ գործընկերներով եւս ներգրավել։ Մեղադրանքը կարծես թե արդեն բոլորի համար բացահայտված է, ենթադրաբար բարեգործության արգելքի խախտմանն է վերաբերում։ Մենք նախաքննական գաղտնիքից ելնելով շատ փակագծեր այս պահին սահմանափակված ենք ներկայացնելու, բայց մի բանը հստակ է, որ այն ինտենսիվությունը, որը փոխանցվեց այս գործին, որի ոչ մի հիմնավորում առկա չէ, դա հստակ է եւ փաստ է։ Որ պատկերացնեք, մենք գործ ունենք մարդկային տեսանկյունից շատ ծանր իրավիճակի հետ։ Գոհարը հարցաքննելու կամ հարցաքննվելու նույնիսկ օբյեկտիվ հնարավորություն չուներ, զուտ մարդկայնորեն եմ ուզում նշել, որովհետև իր ամբողջ միտքն երեխայի հետ է կապված։ Մենք խոսում ենք փետրվարի 20-ին ծնված երեխայի մասին։ Մանկահասակ եզրույթն էլ նույնիսկ տեղին չի, շատ փոքր երեխայի մասին ենք խոսում, նորածնի մասին ենք խոսում։ Այս իրավիճակում իսկապես ես չգիտեմ, պարոն Ֆերոյանը իր փորձում ունեցել է արդյոք նման իրավիճակ, ես չեմ ունեցել, որ կարողանաս անձին նման իրավիճակում պաշտպանես, երբ մարդկային, մայրական իրենց հոգեվիճակը թույլ էլ չի տալիս դա։ Այս պայդրությամբ դեռևս գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեի Մոսկովյան 1 հասցեում գտնվող շենքում։ Ֆերոյանը թող շարունակի։ Հարգելի գործընկերներ, բացի այդ էմոցիոնալ մասից, հա, որ Գոհարը իր խնամքին ունի ամիս եւ կես, հա, օրեկան երեխա, այսինքն մոտ 40 կնոր է լրացել երեխա եւ երեխան սնվում է բացառապես մայրական կաթից, այդ էմոցիոնալ ֆոնից զատ պետք է ակնհայտորեն փաստենք, որ մենք գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հետապնդում, շատ ոչ վաղ անցյալում, հա, կարճ հարցազրույցներից մեկում ես անդրադարձա, որ քաղաքական հետապնդումը դա այնպիսի դրսևորումից, որ ցանկացած իրավիճակին կարող են բերել կպցնել եւ դրան տալ իրավական, այսպես ասած, քրեաիրավական երանգներ։ Ղումաշյան Գոհարը որևէ կապ եւ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է, ասենք, մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ եւ խնդրահարույց ենք համարում։ Այս պահին առաջադրել են մեղադրանք եւ պետքա որոշեն, տանում են դատարան կալանքի սանկցիայի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը կփոփոխվի, գրավ կկիրառեն, այսինքն խափանման միջոցի վերաբերյալ հարց պետքա քննարկեն։ Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ես չգիտեմ, թե իրանք ինչ պետք է անեն եւ ինչ սկզբունքներից ելնելով պետքա որոշեն, օրինակ, որ Գոհար Ղումաշյանին պետք է տանեն դատարան կալանքի սանկցիայի, առավել եւս, որ վերջինիս երեխային յուրաքանչյուր 3 ժամը մեկ կերակրվում է ու ունի հատուկ մայրական խնամքի կարիք։ Ժամկետը, ինչ ժամկետի մասն է խոսքը, երբ է որոշումը կայացվելու։ Ենթադրում եմ կար ժամկետում մենք տեղյակ կլինենք դրա մասին, առաջիկա 1-2 ժամվա ընթացքում պարզ կդառնա։ Հարցաքննությունն ավարտվել է, Ղումաշյանը հայտնել է, որ հրաժարվում է այս պահին ցուցմունք տալուց, քանի որ իրան ֆիզիոլոգիական առումով լավ չի զգում եւ պետքա խորապես քննարկի իր փաստաբանների հետ եւ տա մանրակրկիտ ցուցմունք, բայց այդ մեղադրանքի շուրջ ինչ որ հատուկ ցուցմունք տալու բան էլ չունի, քանի որ դրա հետ ինքը որևէ կապ եւ առնչություն չունի։ Մենք սպասելու ենք, երբ որ վարույթ իրականացնող մարմինը մեզ կտեղեկացնի իրենց հետագա գործողությունների մասին։ Այս պահին որևէ տեղեկություն չունենք իր մասին։ Համեցեք, պարոն Մուսեթյան։
Հարգելի հետևողներ, մեր զրուցակիցը Վահե Միսակյանն է, պարոն Միսակյան, այս իշխանությունների, այսպես անարդարություններին դուք ուղիղ առնչվել եք, համենայն դեպս այդպիսի հրապարակումներ են եղել, ձեր դիրքորոշումը այսօր արդեն որպես փաստաբանես գործի հետ կապված, երբևէ ձեր պրակտիկայում եւ դատավորի եւ արդեն փաստաբան եղել է նման դրվագ, որ նորածին երեխայի մորը բերեն, այսպես հասցնեն ձերբակալության կարգով դեպք։ Շնորհակալություն հարցի համար։ Եկեք ես իմ նախորդ աշխատանքային գործունեությունը թողեմ մի կողմ, դրա մասին հետագայում ավելի պատեհարիտ կլինի անդրադառնալու, քանի որ այստեղ մի փոքր ավելի շատ զգայուն հարց է քննարկվում, գործ ունենք կնոջ մանկահասակ նորածին երեխա ունեցող կնոջ հետ, ով այս պահին արգելանքի տակ է գտնվում, գործի մասին մանրամասն տեղեկություններ չունենք այս պահին, այն ամենից ավել ինչ որ գործընկերներս նշեցին, ավել բան չեն կարող հայտնել։ Ձայնագրության ընթացքում տենց ասեմ, էլի կարելի ասել ուղղակի լսեցինք, բայց դրա մասին ինչ որ եզրահանգում անել անիմաստ է, որովհետև նոր է այս ամեն ինչը, որևէ տեղեկություն չունենք, որևէ գործունեություն չունենք, ունենք ընդհանրապես մեղադրանք, ինչի հետ կապված արդեն գործընկերներս նշեցին բարեգործական արգելքի հետ կապված երկու դրվագով մեղադրանքը, նշվեց որ գոհարը մեղադրանքը բնականաբար չի ընդունել, դրա մասին նաև հայտնեց որ մանրամասն հետագայում պարզաբանումներ կներկայացվեն, բայց այս պահին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ խոսք գնում է ոչ թե ինչ-որ մարդասիրական վերաբերմունք, այլ առավել քան անհրաժեշտ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու հարցի հետ, որտեղ այսպես ասեմ 3 ժամը 1 երեխային կերակրելու խնդիր կա ու մեր համար այս պահին սկզբունքային ոչ թե ինչ-որ քրեական վարույթով ինչ-որ գործողություն անելն է, այլ զուտ իր նորածին երեխային սննդով ապահովելու խնդիր ապահովելն է մեր համար առաջնային այս պահին, իրավաբանությունը հետագայում անպայման ժամանակ կունենանք։ Սպասենք նախաքննական մարմնի արձագանքին ինչ որոշում է կայացնելու, ճիշտ է, դատարան ներկայացնելու համար այս պահին անկանխատեսելի է։ Ասեմ, քննարկվում է։ Նախաքննական մարմինը իր աշխատանք անում, ես որևէ գնահատական չեմ ուզում այս պահին, ձեռը պահ կմնա։ Սպասենք իրանց դիրքորոշումից, ամեն դեպքում ցանկացած դիրքորոշման մենք պատրաստ ենք, որևէ խնդիր չունենք, բայց ակնկալում ենք բացառիկ մարդասիրական վերաբերմունք։ Ինչպես է բնորոշվում ծանր միջին ծանրության, այսինքն կալանքի ծանր հանցանք է, որպես 221-րդ հոդվածը 3-ից 6 տարի, եթե չեմ սխալվում էլի, այտենց։ Տեսեք, դուք կարևորում եք մարդասիրական վերաբերմունքը, հաշվի առնելով նաև ֆիզիոլոգիական վիճակը, նորածին երեխան։ Բայց մենք համանման դեպք ունեցանք, որ բավականին երկար պահեցին մորը ու կարծեմ տնային կալանքի ուղարկեցին։ Այսինքն դուք կանխատեսում եք, որ համանման սցենարով կարող է զարգանալ տնային կալանք։ Տեսեք, յուրաքանչյուր քրեական գործ, յուրաքանչյուր մեղադրանք ունի իր առանձնահատկությունները։ Չի կարելի ինչ-որ մի գործի հետ կապված համադրված նույն հանգամանքները, ասենց ասեն, բերենք, ասենց մեխանիկորեն համադրենք այս մի գործով։ Ամեն գործ յուրահատուկ է ինքն իրենով։ Հիմա ես չգիտեմ ճիշտ ասած որ գործի մասն է խոսքը, մանրամասները տեղակ չեն, բայց այս պահին ոչ թե մենք հիմա պետքա գործերը դնենք համեմատության լույսի ներքո քննարկենք։ Այս պահին ունենք այս խնդիրը մեր պատկերացմամբ ստեղ բացի քրեական գործը պետքա առայժմ դրվի մի կողմի վրա, իրավաբանությունը դրվի, զուտ հասկանանք ոնց է ապահովում մոր ու նորածին երեխայի հետ կապը, շփումը ու հնարավոր ազատության, այդ ամենախիստ ազատության սահմանափակման հնարավորության բացառումը։ Մեր այս պահին առաջնային խնդիրը դա է։ Շնորհակալություն։ Այդ առումով կերակրող մորը Դե տեսեք, այնպես չի որ քրեական դատավարության օրենսգիրքը այս առանձնահատուկ ինչ-որ կարգավիճակ է տալի, բայց նման դեպքերում պրակտիկան է լուծում տալի որպես կանոն, թե նախաքննական մարմինը, թե դատարանները դրան առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ու համոզված եմ դա անպայման հաշվի կառնվի։ Շնորհակալություն։ Գործընկերներ ջան, տեսեք, իրավական առումով Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի եւ սեպտեմբերի համապատասխան որոշումների պայմաններում կալանքը ինքնին որպես խափանման միջոց բացառիկ հանդիսանալու տեսանկյունից արդեն ոչ միայն Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունք, այլ նաև Սահմանադրական դատարանի որոշումներ կան։ Այս գործով կալանքը ինքնին Ես չեմ պատկերացնում ինչ պատճառաբանություն պետք է գտնեն գործընկերները հակակոռուպցիոն կոմիտեի, որ ներկայացնեն, բայց ավելին էլ ասեմ, տնային կալանքը համարժեք է կալանքին։ Դա եւս ասել է Սահմանադրական դատարանը, շարունակելով կայուն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Սա ինչի համար եմ ասում, որ ինքնին նորածին երեխայի պայմաններում մոր նկատմամբ տնային կալանքի նույնիսկ միջնորդությունը որպես խափանման միջոց ընտրելու հարցի տեսանկյունից եւս ինքնին
հենց կրկին սահմանադրական եզրույթը օգտագործեմ, անհամաչափ է։ Խափաման միջոցը պետք է սահմանափակված լինի համաչափության սկզբունքով։ Այս դեպքում չեմ պատկերացնում որևէ մի փաստարկ, որ հնարավոր լինի համաչափության սկզբունքի պայմանները հաղթահարել։ Ընդհանրապես չեմ պատկերացնում։ Այսքանն է, շնորհակալություն։